Դե պարզ է ինչու է Գարեգին բան լռում է, որովհետև այդ փաստի մասին, որ ինքը երեխա ունի, մեծ աղջիկ ունի, վաղուց հայտնի է, եւ ինձ չի որ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին ազդարարել Հայաստանի Հանրապետությունում, երևի թե անիմաստ է փորձել հերքել այդ փաստը, դրա համար էլ լռում է, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այսպիսի հետևողականությանը, ես կարծիքս արտահայտել եմ եւ չեմ փոխում այդ կարծիքս, սա իր մեջ պարունակում է առաջին հերթին նախընտրական էլեմենտ, նախընտրական կամպանիա էլեմենտ, ամեն մի քաղաքական ուժ փորձում է իր ձևով, իր կերպով հավաքել էլեկտորատ, իր շուրջ կոնսոլիդացնել էլեկտորատ եւ պարոն Նիկոլ Փաշինյանը փորձում է դա անել այս կերպ։ Եվ սա իրականում խոսում է մի շատ բացասական երևույթի մասին, որ ինչու է հենց եկեղեցին ընտրվել, եկեղեցու սպասավորները ընտրվել, բարձրաստիճան, ես դա անվանում եմ եկեղեցական իշխաններ, որովհետև նրանք թույլ են, որովհետև նրանք խոցելի են։ Եթե օրինակ Գարեգին Բ-ն լիներ մի անձնավորություն հոգևոր հայր, որը կունենար օրինակ Վրաստանի կաթոլիկոսի իմիջը երկրի ներսում, Իլիայի, ես կարծում եմ երբևիցե որևէ իշխանություն այսպիսի քայլեր չէր ձեռնարկի։ Իսկ Գարեգին Բ-ն խոցելի է, նրա արքիեպիսկոպոսները խոցելի են, այդ անուններով չեմ ուզում թվարկել այդ մեքենաների տերերը եւ այլոք, այնպես որ սա իրականում շատ վատ մի երևույթ է եւ խոսում է միանշանակ ոչ եկեղեցու օգտին։ Պարոն Ստեփանյան, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչում դուք քաղաքական ենթատեքստ չեք տեսնում, որովհետեւ վերջին շրջանում մենք էլ ենք տեսնում, թե չասեմ եկեղեցին, այն նույն սպասավորները եկեղեցու ինչպիսի հայտարարություններ են անում, շարժումներ են ստեղծում հայրենիքի փրկության եւ հստակ արտաքին քաղաքական ուղեծիր են նշում, որ պատկերացնում են Հայաստանի համար։ Այսինքն հարցը միայն եկեղեցու թույլ եւ խոցելի լինելու հետ է կապված, թե նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, ինչ որ իմաստով քաղաքական հակասություններ ունեն։ Դե ես հենց դա եմ ասում, ներքաղաքական ենթատեքստը առկա է։ Ես հենց դա եմ ասում։ Ես ինչ եմ ուզում ասել։ Եկեղեցին խոցելի է, որ օգտագործվում է այդ ներքաղաքական ենթատեքստում։ Եվ եկեղեցու, ես անընդհատ պետք է սա շեշտեմ, որովհետև մարդիկ անընդհատ ասում են, ինչու եք եկեղեցուն ասում։ Եկեղեցին չէ, լավ, եկեղեցու վերնախավը։ Երբ որ ես ասում եմ եկեղեցի, ես նկատի ունեմ տրամադրում եկեղեցու վերնախավը։ Այն խոցելի է, որովհետև մտել է քաղաքականություն։ Եկեղեցին, եկեղեցու վերնախավը չպիտի մտներ քաղաքականություն եւ մտնելով քաղաքականություն ինքը Նիկոլ Փաշինյանին եւ ցանկացած քաղաքական ուժի հնարավորություն է տալիս հարվածներ հասցնելու եւ խնդիրը այստեղ այն է որ հարվածները հասցվում են ոչ միայն եկեղեցու այդ վերնախավին, որը քաղաքականացված է, այլ նաեւ ամբողջ կառույցին։ Իսկ սա կոնկրետ ինձ համար անընդունելի է։ Եվ այո, Բագրատ Գալստանյանը Գարեգին Բ-ի այսպես աչով, աչը դրեց, չէ, իրենց օր հնեց այդ շարժումը, չպետք է մտներ քաղաքականություն, եւ հետո եկեղեցին իր հետևից քաշ չտարնեցներ քաղաքականություն, որ այսօր չստանար այդ պատասխանը, եւ ընդհանրապես այստեղ որևէ դրական բան ես չեմ տեսնում այս հակամարտության մեջ, սա պատիվ չի բերում եկեղեցուն, սա պատիվ չի բերում մեր պետությանը, սա չի ամրապնդում մեր պետականությունը եւ մեծ հաշվով չի ամրապնդում նաեւ մեր իշխանությունը։ Պարոն Ստեփանյան, բայց հատկանշական է, որ օրինակ նույն Աջապահյանը Շիրակի թեմի առաջնորդը եւ տարիներ առաջ, նաեւ անցյալ տարի, եթե չեմ սխալվում, ռազմական հեղաշրջման փորձ էր անում։ Բագրատ Սրբազանին էր նաեւ իր օգնությունը, աջակցությունը, այսպես ասած, առաջարկում։ Հիմա ասում է, որ եկեղեցին այն տիրույթն է, որտեղ իշխանությունը չպիտի մտնի եւ այդ հարցադրումը անգամ զավակ ունի, թե չէ, դա իրենց գործը չի, ոչ մեկի գործը չի, եկեղեցի պատերի ներսում հարցերը կլուծեն։ Այստեղ տրամաբանությունը որտեղ է, երբ եկեղեցականները նաև ռազմական հեղաշրջման գնալու այդպես հայտարարություններ են անում եւ մյուս կողմից պահանջում են, որ եկեղեցու գործերին ոչ ոք չխառնվի։ Տեսեք, պարոն Աջապահյանը իր հայտարարությունների համար առնվազն, եթե մենք ունենայինք նորմալ եկեղեցի, նորմալ եկեղեցական վերնախավ պետք է ընդհանրապես կարգալուծվեր Գարեգին Բ-ի կողմից, որովհետև այն ինչ ինքը ասում է, այդ կոչերը ոչ միայն հակասահմանադրական են, այլև ընդհանրապես չեն համապատասխանում եկեղեցու բարոյահոգեբանական, այսպես ասեմ, իմիջին եւ վարքին։ Այսպես
չի կարելի էլի ուղղակի անել։ Եվ եթե մենք ունենայինք նորմալ պետություն, պարոն Աջապահյանը առնվազն այս կոչերի համար կենթարկվեր քրեական պատասխանատվությամբ, այնպես ինչպես կենթարկվեր ցանկացած քաղաքացի, որտեղ սա հակասահմանադրական, հակաիրավական կոչ է։ Ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։ Եթե դա չի արվում, ես չեմ կարծում, որ Գարեգին Բ-ի զավակ ունենալու կամ չունենալու փաստով մեղադրանքներ հնչեցնելը դա ճիշտ պատասխան է։ Եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ, ես ամեն ինչ կանեի, ինչպես ասում էր մեր դասականը, օրենքի տարին համապատասխան։ Հիմա ինչ պիտի անի իշխանությունը? Իշխանությունը պիտի նախ հարց տա Գարեգին Բ-ին եւ իր սպասավորներին, վերնախավին, ինչու եք դուք մտել քաղաքականություն։ Այսպիսի հարց, ուղիղ։ Եթե դուք չեք ցանկանում, որ պետությունը իր քիթը կներեք արտահայտության համար մտցնի եկեղեցու գործերի մեջ, ուրեմն բարի եղեք, սահմանադրության համապատասխան դրույթը, կետը, պահեք, իրագործեք, մի մտեք աշխարհիկ իշխանության, աշխարհիկ պետության գործերի մեջ, դուք ձեր գործառույթները ունեք։ Եթե դուք մտել եք քաղաքականություն, եթե ձեր արքիեպիսկոպոսները անում են քաղաքական հայտարարություններ, քաղաքական շարժումներ, որոնց ունեն նպատակ իշխանափոխություն իրականացնել բռնի ուժով, եթե ձեր արքիեպիսկոպոսները պահանջում են, որպեսզի կոչեր են հնչեցնում, որոնք ուղղված են հայտնի երկրորդ նախագահին, իրականացնել Հայաստանի ներսում իշխանափոխություն, ուրեմն բարի եղեք, բացատրեք դա։ Ինչու եք դա արել։ Եթե դուք դա արել եք, եթե դուք մտել եք քաղաքականություն, ուրեմն պատասխան պետությունը կարող է իր քիթը խոթել եկեղեցու գործերի մեջ։ Այս հարցը ես չեմ լսում, այս հարցադրումը եկեղեցուն ուղղված Գարեգին Բ-ին։ Ինչու է նա մտել քաղաքականություն։ Այս սրա պատասխանը ես չեմ տեսնում։ Պարոն Ստեփանյան, իշխանություն են ուզում վերջին շրջանում պարբերաբար են նման խոսակցությունները, որ օրինակ Բագրատ Սրբազանն է առաջադրվելու, Աջապահյանը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում առաջարկեցին Գարեգին Բ-ին առաջադրել, այսինքն սրանք պարզապես խոսակցություններ են, թե նման միտում կարող է լինել, որ որևէ հոգեվորական կարող է քաղաքական հայտ ներկայացնել։ Նման միտում կարող է լինել, եթե դա արդեն անցյալ չլիներ։ Հոգեվորականը քաղաքական հայտ ներկայացրել է։ Բագրատ Գալստանյանը ներկայացվել է եւ տապալվել։ Ես չեմ կարծում, որ իմաստ ունի կրկնել այդ գործողությունը, հաշվի առնելով նաեւ, որ դա տեղի է ունեցել հայտնի Ռոբերտ Քոչարյանի կոչից հետո, երբ որ Քոչարյանը փաստացի դիմելով եկեղեցականներին, եկեղեցուն նշեց, որ լավ կլինի, որ չեմ հիշում, չեմ կարող հստակ ցիտել, բայց ասածը այն էր, որ պետք է ինչ-որ եկեղեցական գլխավորի անդիմադիր շարժումը եւ եկեղեցականը միանգամից հայտնվեց Գարեգին Բ-ն այդ եկեղեցականին օրհնեց, չնայած հետո իրենք փորձեցին անել այնպես, որ Բագրատը չի ներկայացնում եկեղեցին, դա իսկ այդպես չէ, ներկայացնում է եկեղեցին, խաչով է, որտեղ եկեղեցականի համապատասխան հագուստով է եւ անդադ Աստծո անունն է տալիս։ Պետք է հասկանալ հիմա եկեղեցական է թե քաղաքական գործիչ։ Մենք այս պահին Բագրատ Գալստանյանը ով է, ինձ համար հարց է։ Ինքը եկեղեցու ներկայացուցիչ է թե քաղաքական։ Սա հարց է ինձ համար։ Այնպես որ այստեղ ամեն ինչ հստակ է, Ռոբերտ Քոչարյանը այդ խայծը գցել է, իրենք էլ կուլ են տվել։ Եվ հիմա կրկնել նույն երկրորդ անգամ նույն բանը, մտնել նույն գետը, կարծում եմ ոչ այնքան ողջամիտ է եւ չի համապատասխանում հենց առաջին հերթին այդ անդիմադիր եկեղեցականների կամ չգիտեմ անդիմադիր շարժման կամ մեր անդիմության շահերի